Իսկ մենք հաշ չենք Ամիրյանը փոխելով Պապ թագավորի անվան հետ։ Մեր ֆրակցիան ու էլի երևի թե մարդիկ կլինեն։ Առաջարկում եմ այդ հարցը դարձնել զեկուցվող, առանձնացնել, որ մենք կարողանանք գոնե փորձենք այդ հարցը չանցկացնենք։ Մեկ էլ էս Պապ թագավորը կներեք էլի, որ ասում եք համաձայնություն կա, այս ավելի շատ զորբայության է էլի նման, եթե այս մարդուն ուզում եք լավություն անեք, մի հատ թողեք կանոնակարգում մի բան փոփոխություն անի, բերեք ընդունեք, բրցնենք, ասենք, այս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստին։ Դրա համար էլ չզեկուցվող է դրված, որ էլ չկոտորվենք, պարոն Կուբացյան։ Տրենդից հետ չմնալու համար ես էլ անդրադառնում եմ Պապ թագավորի փողոցի հավանակոչման հարցին։ Ուրեմն տեսեք, նախագիծը ակտիվ քաղաքացի հարթակում դրվել է քվեարկության ապրիլ ամսին, ապրիլի 13-ին, դիտումները 226 կողմ, ընդամենը 30 դեմ 7, սա հանրային լեգիտիմություն չունեցող նախագիծ է, հիմա սա բերել չզեկուցվող անցկացնել ինչ է նշանակում, ոչ ավականու մեջ կա կոնսենսուս, ոչ էլ որևիցե հանրային ազդակ կա, դիցուկ ասենք այդ փողոցի բնակիչներից որևիցե մեսիջ։ Ես առաջարկում եմ եւ միանում եմ այդ առաջարկին, որ անպայման սա դարձնենք քննարկվող, որպեսզի հասկանանք, թե ինչ փաստարկների ձեռներով հատկապես այդ փողոցը պիտի, այն որ Պապ թագավորի անունով կարելի է եւ պետք է ունենալ փողոց, այո, դա չի քննարկվում, բայց տպավորությունն է, որ Պապ թագավորը օգտագործում է, որ Ամիրյանի անունը անվանափոխվի, որպեսզի այդ մտահոգությունները փարատվեն եւ արգումենտավորվեն, ես առաջարկում եմ, այո, այս նախագիծը դարձնել քննարկվող։ Ում վեր հիշենք առհասարակ ով էր Արսեն Ամիրյանը եւ այստեղ իհարկե դժվար կլինի վերհիշել, թե ով էր Արսեն Ամիրյանը, որովհետեւ մոտավորապես 90%-ը այս դահլիճում նստած այդպես էլ հստակ չհասկացան, թե այդ մարդը ով էր եւ այդ մարդու անունով Երևանի ամենակենտրոնական փողոցում մենք ունենք փողոց եւ ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների եւ ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ այդ մարդը այն արժանինքները ունի, որ Երևանին հրապարակին կից փողոցը իր անունով անվանակոչված լինի, բայց ձեր առաջարկը նույնպես ընդունվեց, լսեցինք եւ կդրվի անպայմանորեն քվեարկության Ամիրյանի անվանափոխության մասին հարցը, զեկուցվող դարձնելու մասին հարցը խնդրում եմ քվեարկենք։ Շնորհակալություն, հարցը մնում է չզեկուցվող